Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Արև ձեզ արգել երստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այսպես ես զրուցել եմ քաղաքագետ Ազատ Ադամյանն հետ, ողջույն Ազատ, շնորհակալ եմ հրավերից չմերժելու համար։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը անսպասելի առաջարկ արեց, առաջարկելով Հայաստանին ընտրություն կատարել ԼԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջև։ Իհարկե տրամաբանական է այս առաջարկը, որովհետեւ առնվազն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Պուտինի կողքին նստած, որ մենք ԵՄ ենք գնում, բայց քանի դեռ չենք հասել այնտեղ, ԼԱՏՄ-ն կպահենք, որպես ռուսերեն ասած զապաս պագրիշկա, հա, բայց շարունակություն մի տեսակ անհասկանալի է նախագահ Պուտինի առաջարկի, ասելով, որ առաջարկում ենք հանրաքվե անել, թող հայ ժողովուրդը որոշի։ Ինձ գիտեք ինչն է զարմացնում, վստահ եմ Ռուսաստանի նախագահը լավ գիտի, ինչպես կարող է ցանկացած երկրի ղեկավար կազմակերպել հանրաքվե եւ ստանալ ինչ-որ պատկեր։ Ու հատկապես Ռուսաստանում դրա մասին լավ կիմանալ։ Ինչին էր միտված այս առաջարկը։ Ինչու ասել, որ այո, դուք պիտի ընտրեք կամ, բայց միևնույն ժամանակ անել առաջարկ, որ այդ կամի պատասխանը կարծեք թե հասկանալի է հակառուսականության այս մտնոլորտում։ Ուրեմն ես չեմ կարծում, որ Վլադիմիր Պուտինը կարող է ռուսական շահերի դեմ գործել։ Երբ այս տեղի ունեցողը մանրամասն տասնյակ տարիների Վլադիմիր Պուտինի գործունեությունը վերլուծում ես, ավելի շատ հակվում ես դրան, որ ինքը ռուսական շահերի դեմ չի գործում, դեռ հակառակը ռուսական շահերի համար է աշխատում։ Ուրեմն սա հիմք ընդունելով պետք է մի քիչ այլ կերպ այս տեղի ունեցողը վերլուծել կամ մեկնաբանել։ Ուրեմն ռոմեական կայսր կար Տիբերիոսի դեմ այնտեղի Շանի ձենը կամացածրել է։ Այ մասը։ Տիբերիոսը դից։ Ուրեմն Տիբերիոսի դեմ այն ժամանակ ռոմեական այդ Տիբերիոսի օրոք եղած էլիտան մի հետաքրքիր տեխնոլոգիա կիրառեց, մի զորավար այդ ամբողջի հետևում կանգնած էր մի զորավար։ Ինչ էր արում, ուրեմն արել այդ զորավարը։ Այնպես էր արել, որ կայսեր դեմ առանցքային իշխանության առանցքային ֆիգուրները իրար հետ կոնֆլիկտ ունենան, հակասություններ ունենան, բայց ընդհանուր մի տեղեկություն տան։ Այսինքն կայսրության տնտեսական վիճակի մասին բոլորը միակարծիք լինեն, ռազմաքաղաքական իրավիճակի մասին բոլորը միակարծիք լինեն, սահմաններում տիրող իրավիճակի մասին, ծայրամասերում, այսինքն հպատակ ժողովուրդների մասին բոլորը միակարծիք լինեն, բայց առանձին իրար հետ կոնֆլիկտ ունենան կայսեր մոտ, որը կայսերը վերցնում էր տեղեկատվական վակուումի մեջ։ Այսինքն այդ process-ը իրենց տեղեկատվությանը հավաստիություն էր տալու, որ իրար այդ կոնֆլիկտ ունեցող մարդիկ նույն բանն են ասում, դա է իրական։ Ինչ են անում։ Կայսեր մոտ կայսերը գցում էին տեղեկատվական վակուումի մեջ։ Ինքը մտածում էր, որ մարդիկ կան, որ իրար հետ խնդիր ունի, բայց ընդհանուր առմամբ իրավիճակին ճիշտ են գնահատում, էլի։ Ուրեմն ինչ է նշանակում, որ օբյեկտիվ իրականության հետ գործ ունենք։ Ուրեմն նման իրավիճակ կարծում եմ Ռուսաստանում է եւ նախագահ Պուտինի շուրջը, որովհետև ճիշտ նշեցիք, որ ելքը պարզ գործողություն է իրանից, որ ասենք ցանկացած իշխանություն, եթե կազմակերպում է որևէ հանրաքվե եւ ինքն էլ հակված է այդ հանրաքվեի հակառակ արդյունքին, այսինքն Ռուսաստանի հակառակ արդյունքին, ուրեմն իշխանությունը անելու է, ստանալու է արդյունք, որը չի արդարացնելու առաջարկողի հույսերը։ Իսկ
Ռուսաստանի դուրս գալը կամ ռուսական շահերը հարավային Կովկասում զոհաբերելը ինչը ճանապարհ է բացում դեպի Միջին Ասիա 30 տարի առաջ 30-35 տարի առաջ Խորհրդային Միության քանդվելուց հետո իրենք լավ գիտեն ինչ է տեղի ունեցել երբ իրենք կորցնում են ազդեցությունը Միջին Ասիայում այսինքն Մոսկվայում կարող է անվտանգության խորհրդի նիստ գումարվել որպեսզի ինչ որ մի թաթարական բանդայի դեմն առնելու պատկերացնում եք նույնիսկ բանդաների դեմ չի լինում առնել եթե իրենք ազդեցությունը կորցնում են Միջին Ասիայում հիմա ավելի հակված են որ 6-րդ շարասյունը նման տեղեկատվական վակուում է ստեղծել նախագահ Պուտինի մոտ եւ ինչպես է դա ստեղծել այսինքն ասում են գոյություն ունի Հայաստանում մի վիճակ որ իշխանությունը եւ ընդդիմությունը հավաքական ժողովրդի կամքը չեն արտահայտում մենք ստեղծում ենք բնական մի իրավիճակ որը նաև ծնելու է բնական առաջնորդներ Երևություն է ձեր ասած մտքի հավաստումն այն է որ մենք Հայաստանում հաճախ լսում ենք այն որ հավաքական ընդդիմությունը եւ իշխանությունը չունեն աջակցություն եւ այ 70%-ը չգիտի ում ընտրի եկեք այ երրորդ ճանապարհի բանն է կոնցեպտն է այո հենց տրամաբանորեն հանգեցինք դրան որ այս 70%-ը այսինքն 70%-ը պրոռուսական հայացքներ ունի եւ կտրականապես դեմ կլինի Հայաստանի արևմտականացման։ Չունի տեխնացու, որով ռուսերեն ինքը կընտրեր, հա։ Չկա ընդունելի տեխնացու, այդ պատճառով ժողովրդի կամքը իրական կամքը արտահայտված չի։ Ստեղծենք բնական ինչ որ մի process, որն էլ կծնի բնական առաջնորդներ։ Այլ տրամաբանական պատասխան այստեղ չենք կարող գտնել։ Բայց այստեղ նաև մի հետաքրքիր հանգամանք կա, մենք այս ընթացքում հասցրել ենք արձանագրել եւ դրա մասին փաստերն են խոսում, որ Հայաստանում անգամ գուցե ռուսներին թշնամաբար չվերաբերվող հասարակության շերտի մոտ կա չարթարացված ակնկալիք Եվրամիությունից։ Այսինքն սպասում կա Մարդիկ գուցե ռուսներին թշնամի չեն համարում, բայց համարում են այ որ Եվրամիության հետ լինենք, մենք այսպես կապրենք, ինչպես Փարիզի կենտրոնում ապրող ֆրանսիացին, արաբը, չգիտեմ, ես մեկ այն մյուսը կամ Բերլինի կենտրոնում ապրող գերմանացին կամ ներգաղթյալը եւ իրականում մարդիկ Հայաստանում այդ մեծ մոլորության մեջ են, որտեղ իրենք Էլի եմ ասում, կարող է ռուսներին թշնամաբար տրամադրված չեն, բայց ուզում են Եվրամիություն գնալ լավ ապրելու հույսով, որտեղ մենտալիտետն է այդպեսին։ Երևություն հարցս ավարտեմ եւ այստեղ գուցե անհրաժեշտություն չառաջանա էլ որ իշխանությունը ինչ-որ կեղծիկ անի։ Այդ սրա մասին, այս մասով եմ ես զարմանում որ նախագահ Պուտինը նման առաջարկ անում, որ գուցե առիթ պատճառ չլինի կեղծիկ էլ անելու այդ իմաստով։ Ուրեմն կարող ենք վստահ ասել որ ռուսական իստեբլիշմենտը լավ տեղյակ է որ հետսովետական երկրներում ովքեր ու ինչ քարոզ են արել Եվրամիության համար։ Ուրեմն Ռուսաստանը ասոցիացվում էր ինչ-որ մռայլ, քարանտ, հետամնացության, գիշեք պարտադիր Ժիգուլի կամ ինչ-որ մի վազի մի մեքենա են դնում այդ պատկերներում ճիշտ է տեղեկատվական քարոզի մեջ դա պատկերավոր պատկերում են։ Այսինքն Ռուսաստանը ասոցիացվում է գորշության, մռայլության, աղքատության հետ եւ Եվրոպան պայծառ ապագայի հետ։ Բնականորեն ճիշտ է, առանց կեղծիքի այսքան տեղեկատվական 20 տարուց ավել է ինտենսիվ գնում է համացանցային իրականությունը, որ եկավ այդ ամեն ինչն ավելի ինտենսիվ ու ավելի գիտեք ոնց բան անենք այդ համացանցային լրիվ այլ մեթոդեր էլի որպես այդպեսին տեղեկատվական քարոզության համար այդ հետ համացանցային քարոզից հետո պարզ է որ ժողովրդի ստվար հատվածը ձգտելու է դեպի ճակերտավոր պայծառ Եվրոպային այդ պատկերավոր բաները համացանցով են եկել Մոսկվան եւ Եվրոպան չտեսած մարդու համար այն էլ այս նոր սերնդի համար Մոսկվան ինքը գորշ տեղ է Եվրոպան պայծառ եւ ես էլ ուզում դրան գալ քարոզչական իմաստով քարոզչական կլիշեները են կարքեն աշխատել որ Մոսկվան որը Եվրոպայի լավագույն քաղաքներից մեկն է ամենամաքուր քաղաքներից մեկը ամենամաքուր քաղաքն է չունի այնպիսի համբավ ինչպես եվրոպական քաղաքները եւ մի պարզ բան ասեմ որ երեք հյուրերից մեկի հետ էլ քննարկում էի դուք երբևէ քարոզչական դաշտում չեք տեսնի մարդ որը ասենք
Մոսկվա գնալու հիմա վիզա չունենք, բայց ուղևորատոմսը այդպես գովազդ է, այ որ Նկարի հաջողվեց Մոսկվա գնալ։ Բայց եվրոպական եւ որևէ երկրի վիզա ստանալը, Շենգեն գոտու վիզա ստանալը իրադարձություն է առնվազն համացանցային։ Որ Շենգեն ես ստացա վիզա, այսինքն այն սա ինչու՞ եմ վիզուալ էս պատկերները ուզում ցույց տալ, ցանկանում ցույց տալ, որ մարդիկ տեսնեն թե ինչու ենք մենք սա քննարկում, որ գուցե կեղծիքի պատճառել չառաջանա, պատճառել չլինի, անհրաժեշտություն էլ չլինի։ Ուղղակի այս հանրաքվեն մարդիկ ընտրելու են լավ ապրելը, ոչ թե որ ռուսներին ատում են։ Ասելու են դե գնանք Եվրոպա լավ կապրենք։ Պարզա չէ որ մենք այնպես չի ֆրանսիացու պես ենք ապրելու։ Դե նախ Ու պարզավոր որ Եվրամիություն չենք էլ մտնելու։ Տեսեք, այնտեղ կարող են այսպես մատուցել այդ 6-րդ չարացիություն կոչվածը կարող է մատուցել, որ այսքանից հետո հայ ժողովրդի մոտ հստակ գիտակցություն է ձևավորվել, մեծամասնության մոտ հստակ գիտակցություն է ձևավորվել, որ այդ որպես այդպեսին ԵՄ գործընթաց գոյություն ունի եվրոինտեգրում, եվրոասոցիացիոն process Հայաստանում չկա, կա Հայաստանը վիլայեթացնելու process։ Այս հողի վրա ժողովուրդը հակվելու է դեպի Ռուսաստան գալը։ Տրամաբանական է։ Նիկոլ Փաշինյանը մերժեց Պուտինի առաջարկը, ասելով որ հանրաքվե չենք անելու։ Մերժեց տպավորություն ստեղծելու կամ հաստատելու այդ ռուսական էլիտայի տպավորությունը, որ այ 70%-ը կողմա Ռուսաստանին, Նիկոլ Փաշինյանը վախենում է հանրաքվե անցկացնել, հիմա բանակցություններ կգնան զիջումներ նրանից, որ հանրաքվե, դե կասի դե վերջ եկեք անցկացնենք, այդ հանրաքվեում կհաղթենք, բարձր կասի տեսեք ռուսներ ջան, ես չէի ուզում ձեզանից փոխվել, դուք ինձ ստիպեցիք հանրաքվե անել, հիմա ժողովուրդը ընտրել է, խնդրեմ որևէ գործողության չդիմել։ Այս տեղեկատվական շղթայի վկայությունը ձեր կողմի ինչի հանգեցրեց, որ մի կենտրոնից կառավարման հետ գործ ունենք ու սիրուն խաղացնում են, եւ այդ մի կենտրոնից են կառավարվում ռուսական 6-րդ շարասյունը։ Սիրուն տեղեկատվական խաղեր, ճիշտ է, այնտեղից էս, այստեղից էս։ Ամբողջ պատասխանատվությունը ընկնում է հայ ժողովրդի եւ զեկուցելու են, բարձր չէ, զեկուցագրեր են գնել Կրեմլ, որ Նիկոլ Փաշինյանը վախեցավ, ցույց են տալու, որ տեսեք, մի անգամից Նիկոլ վախեցավ, ուրեմն ինչ պետք է անենք, պետք է մեծացնել, ամեն կերպ գնալ հանրաքվեն, ճնշումը մեծացնել ու հանրաքվեն անել։ Եվ ստացվելու է այնպես, որ ռուսները եւ հայ ժողովուրդը Հայաստանը վիլայեթացրին։ Լավ, հիմա գանք նրան այս ամեն ինչի ֆոնին Հայաստան եկան այդ եվրոպացի առաջնորդները եւ այստեղ բերեցին նաեւ Զելենսկուն, որը արեց կոնկրետ հակառուսական պատերազմական հայտարարություն, մայիսի 9-ի վերաբերյալ մենք նաեւ խոսել էինք այս թեմայի մասին, ակնհայտ է որ Զելենսկու գալով Նիկոլ Փաշինյանը ըստ էության վերջնական կնիքը դրեց, որ ինքը հակառուսական օրակարգի զինվորագրված իշխանավոր է եւ Հայաստանը այդ առաջնագծում լինելու է։ Մենք խոսեցինք տարածաշրջանային այդ միասնական բանակի մասին նախորդ քննարկման ժամանակ։ Հիմա լավ, դուք ասում եք 6-րդ չարասյուն Ռուսաստանում, որը տեղեկատվական վակուումի մեջ է պահում այդ երկրի առաջնորդին, լավ չկան առողջ էլեմենտներ, որոնք հասկանում են խաղը, հասկանում են, որ Հայաստանում չի հնարավոր չի նման հանրաքվե անցկացնել ու լավ արդյունքներ ակնկալել, հասկանում են, որ կորցնելով Հայաստանը իրենք Հյուսիսային Կովկասի դարպասները բացում են, կամ Հյուսիսային Կովկասից իրենց պետության դարպասներն են բացում, հասկանում են արդյոք, որ Հայաստանը դնելով կամ թույլ տալով, որ հայտնվի թուրք-ադրբեջանական ռեգիոնալ հսկողության ներքո հայ ժողովուրդը էգզիստենցիալ վտանգի առաջ է կանգնում, Ռուսաստանի ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական շահերը վտանգվում են։ Ուրեմն ցանկացած երկրում այս բնական էլիտաները եւ Պաքսից շատ ենք խոսել էլի։ Դե մեր հերոստատող արդեն գիտի ինչ նկատի։ Ինչ նկատի ունենք Պաքս Ամերիկայով։ Ուղղակի պատմության նորագույն շրջանի վրա կկառուցենք 1918 թվականից այս կողմ գանք։ Ուրեմն ցանկացած պետությունում, ցանկացած Ճապոնիայից մինչև Կուբա կա բնական էլիտա, կա էլիտա, որը ծառայում է Պաքս Ամերիկանային։ Այո, այդ բնական էլիտաները որ չլինեին, Ռուսաստանը
որպես այդպեսին հիմա գոյություն չեր ունենա։ Այդ բնական էլիտաները, որ չլինեին Իրանում, Իրանը որպես այդպեսին գոյություն չեր ունենա եւ Pax Americana-ն կհասներ իր նպատակին եւ աշխարհը կսարքեր աշխարհի Միացյալ Նահանգներ ու մի կենտրոնից կկառավարեր։ Կա այնտեղ կան ուժեր, որոնք որպես այդպեսին դեռ թվում է թե պարտված են, բայց պարտված չեն։ Այդ ուժերի շնորհիվ է, որ մինչև հիմա Ռուսաստանը կանգուն է։ Այդ ուժերի շնորհիվ է, որ դեռ Հարավային Կովկասը ամբողջությամբ չի գրավել Pax Americana-ի կողմից։ Ուրեմն Թուրքիան եւ Ադրբեջանը դա երևացող շերտն է։ Թուրքիայից եւ Ադրբեջանից վերև կամ պետություններ եւ նրանից վերև կա խորհրդային իշխանություն կոչված, որոնց ծառայում են այս երևացող պետությունները։ Ես Թուրքիան ու Ադրբեջանը ասում եմ, որ ռեգիոնալ իմաստով մեր լսարանը պատկերացնի, որտեղ մենք քննարկում ենք երեք եթերից դուրս ադրբեջանական մեդիայի, պաշտոնական մեդիայի քննարկում, որ ռեգիոնում ասողը Թուրքիան ու Ադրբեջանն են, ու եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, պիտի ընդունի այդ բանը, իրողությունը։ Ուրեմն տեսեք գոյություն ունի որպես այդպեսին այդ խորհրդային իշխանությունը։ Խորհրդային իշխանությունն ունի 3 առանցքային խաղացող պետությունների տեսքով։ Այդ պետություններն են Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ Իսրայելը։ Այստեղ բաժանված է։ Գիշեք 2000 էլի այս թեմայով խոսել ենք 22 թվականին, որ այս նշածս 3 պետությունները իրենց անվտանգային դոկտրինները հրապարակեցին։ Երկու պետությունը, 3-ը չէ, Մեծ Բրիտանիան եւ ամերիկյան ռազմական դոկտրինում ֆիքսած էր, որ Ամերիկայի համար թիվ 1 թշնամի է Չինաստանը, Մեծ Բրիտանիայի համար թիվ 1 թշնամի էր Ռուսաստանը, Իսրայելի համար Իրանը, դա ասելու եւ բացահայտելու որևէ կարիք չկար։ Այսինքն, տեսեք, այս 1900 Pax Americana-ն ծնվել է դե առաջին համաշխարհային պատերազմով, բայց ռազմաստրատեգիական պլանը ինքն անում է այդ Heartland-ի Մաքինդերի այդ Heartland-ի թեզով, որն է ով տիրում է արևելյան Եվրոպային, տիրում է Heartland-ին, Եվրասիային կամ համաշխարհային կղզուն, ով տիրում է համաշխարհային կղզուն, տիրում է աշխարհին։ Հիմա այդ համաշխարհային կղզում Եվրասիային տիրելու համար կան այս պետությունները եւ սրանք իրենց ազդեցության եւ գործունեության ոլորտները բաժանել են։ Թուրքիան Հյուսիսային Կովկասով եւ Հարավային Կովկասում պետք է ծավալվի մինչեւ Միջին Ասիայով Չինաստանի հյուսիս։ Իսրայելի վրա դրված է պարտականություն Մերձավոր Արևելքը հաճախ խոսել ենք բազմաթիվ անգամ գրել ենք Արցախը Ադրբեջանին, Իսրայելին, Արցախը եւ Սյունիքը, Հայաստանը Թուրքիային։ Այս ամենը այս տրամաբանության մեջ է, որովհետեւ աշխարհագրորեն Սյունիքը եւ Արցախը մեծ Մերձավոր Արևելքի մաս է, Հայաստանի հյուսիսային մասը արդեն գնում է Հարավային Կովկաս եւ Հյուսիսային Կովկաս, Թուրքիայի ազդեցության գոտի է։ Այստեղ արդեն թուրքական կազմակերպության շահերն են, որոնք այդ միաբևեռ աշխարհի գործունեությունն են ծավալում եւ այդ տրամաբանության մեջ են գործում։ Հիմա հետաքրքիր մի բան է, որ մենք ամեն անգամ արձանագրում ենք, որ այս իշխանությունները որևէ բան հայտարարում են կարմիր գիծ իրենց համար, ու հենց այդ բանն էլ փոխվելու է, հենց այդ բանն էլ Սյունիքի մասն է նշանակում է հենց դա էլ փոխվելու է։ Եվ վերջերս արձանագրել է տարբերությունը Փաշինյանի հայտարարությունը, որ Արցախ Հայաստանի է վերջ, ընդհանրապես մի քանի տարում, 3-4, 5 տարում լավ, դարձավ Արցախ Ադրբեջանը ու վերջ։ Հիմա Փաշինյանը հայտարարում է Սյունիքը Հայաստանի անբաժանելի մասն է։ Գուցե մարդիկ չհավատան, ես չեմ մեղադրում մեր հերոստատողների։ Բայց սիրելի հերոստատողներ, սիրելի բարեկամներ, իրականում այստեղ կա վտանգ, երբ որ մարդ, որը հայտարարել է Արցախ Հայաստանի ու վերջում Արցախ ճանաչել է Ադրբեջանի մաս, երբ որ հայտարարում է, որ Սյունիքը Հայաստանի անբաժանելի մասն է, ուրեմն Սյունիքի խնդիրը դրված է արդեն, քննարկման սեղանին է։ Սյունիքի գլխին ամպեր են կուտակված։ Ոչ մի զուտ տուրք տանք մարդկային հոգեբանությանը, առողջ մարդը կարող է գալ կանգնել, ասել, գիտես, սիրտս կամ լիարդս առողջ է։ Եթե դու սրտի եւ լիարդի խնդիր չունես, ինչի պետք է հիշես սիրտը դու լիարդը։
Այս տրամաբանության մեջ է նշանակում է իրոք վտանգ է սպառնում Սյունիքին։ Ինքը ինքն էլ իր ճղճղան ձայնով գոռում է Սյունիքը Հայաստանի անբաժան մասն է։ Եթե նման խնդիր չկա, ինչի համար է բղավում։ Դա Եվ այստեղ գալիս ենք Դե հիմա մի կարևոր բան էլ լավ հիշեցիք Pax Americana-ից խոսեցինք, եթե Pax Americana-ից ենք խոսում, պետք է խոսենք Վերսալ-Վաշինգտոնյան համակարգից, Վերսալ-Վաշինգտոնյան համակարգը իրենց թափահարած քարտեզը չի ճանաչում։ Այսինքն, եթե իրոք Հարավային Կովկասում Վերսալ-Վաշինգտոնյան կամ իրենց սիրելի ձևակերպումը, չէ, միջազգային հանրությունը, եթե ուզում է Հարավային Կովկասում խաղաղություն լինի, մի պետություն կա, որ իր սահմանադրությունը պետք է փոխի, եւ այդ պետությունը Ադրբեջանն է, որովհետեւ Ադրբեջանի սահմանադրությամբ Ադրբեջանը ոչ թե խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդն է, այլ մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդն է, որով Ադրբեջանը մոտ 102,000 քառակուսի կիլոմետր է եւ այդ իրենց սահմանադրությամբ Սյունիքը, Վայոց ձորը, Տավուշից եւ Գեղարքունիքից մեծ հատված պատկանում է Ադրբեջանին։ Այս ամենի մասին նույնիսկ խոսել է Նիկոլ Փաշինյանը։ Խոսելա հիմա հետո ընտրություններից հետո, եթե Աստված մի արասը վերընտրվի, ասել Ժորժ ջան, ասել էի, չէ։ Ես ասել էի, այո։ Օրակարգը հայտնի է։ Այո։ Մենք ասել էինք, որ սահմանադրություն պիտի փոխենք, ադրբեջանցիներ պիտի գան, հիմա այդ մարդիկ էլ սահմանադրությունը իրենց չեն փոխել Ադրբեջան։ Իրենց մենք կադաստրի թուղթ չունենք, սրանք ունեն ժողովուրդ։ Իրենց կադաստրի թղթով, այդ իր ձևակերպման ասենք, իրենց կադաստրի թղթով Սյունիքը մեր հայրենակիցները պետք է իմանան։ Եվ այս առումով Նիկոլ Փաշինյանն անկեղծ է եղել։ Ուղիղ ասել է, որ Ադրբեջանի այս սահմանադրությամբ, գործող սահմանադրությամբ, եթե Ադրբեջանը սահմանադրություն չի փոխում, գնում է Ադրբեջանում սահմանադրություն փոխելու մասին խոսք չկա։ Հենց Նիկոլ Փաշինյանն իր բերանով ասել է, եթե Ադրբեջանը սահմանադրություն չի փոխում, այս սահմանադրությամբ, Ադրբեջանի գործող սահմանադրությամբ Սյունիքը, Վայոց ձորը, Տավուշից եւ Գեղարքունիքից հատվածներ պատկանում են Ադրբեջանին։ Հիմա սա ինչ ենք մենք նաև հերոստատողներն ասում, ոչ թե այն իմաստով, որ ինչպես որոշ քաղաքական գործիչներ կամ միավորներ ասում են հայ ժողովուրդը, չգիտեմ, ընտրեց Նիկոլին, բերեց իշխանության Նիկոլին, մեկը առաջարկում է ժողովրդին հանրաքվե անել, բան, հա, պատասխանատվությունը գցելով ժողովրդի վրա, ոչ, սա ժողովրդին ասում է, որպեսզի իրենց դուրը գնացող քաղաքական ուժերին հարց տան, թե ինչ պատկերացում ունեն սրա մասին, որովհետև ես լսում եմ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների, ովքեր ասում են, որ դե Նիկոլը սաղ տվել է, արդեն տալու բան չկա, դրա համար տնտեսություն պիտի զարգացնենք, իսկ իրականությունը այդպեսին չի։ Դեռ քիչն է տվել, շատը դեռ չի տվել։ Եվ ձեր դուրը եկող քաղաքական ուժերից սա հարցեր եք, ընդհանրապես դուք սա կարող եք անել, ոչ թե լուծումներ գտնել։ Արցախից եւ ազատագրված շրջաններով Արցախից էլի 11800 քառակուսի կիլոմետրից ավել տարածք դեռ Ադրբեջանը իր սահմանադրությամբ կարող է Հայաստանից պահանջել։ Եվ պահանջելու, այսինքն ինչի չպիտի պահանջի։ Ինչը պիտի զսպի, որ չպահանջի։ Եվ մի բան է։ Դուք լսեցիք Ալիևի խոսքը վերջերս։ Որ Եվրոդիտորդների մասին էր խոսում, ասում մի հատ կրակենք սահմանից կփախտեն այնտեղից։ Այսինքն Ալիևը անգամ էս իր ռետորաբանությամբ ցույց է տալու, որ ռազմական գործոնը իր մոտ չի դուրս եկել։ Ուղղակի մարդը ասում է հիմա խելոք եք, ձեզ բան չեք կրակում։ Խաղաղ ճանապարհով եք դուք մեզ խոսք եք տվել, որ այս ամեն ինչը խաղաղ ճանապարհով եք տալու, դրա համար մենք ձեզ չենք կրակում ուղղակի։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ասում է, եթե ես չլնեմ, ճիշտ է, Նիկոլ Փաշինյանի ձևակերպումը, եթե ես չլնեմ, Ադրբեջանը պատերազմ է հայտարարելու եւ լինելու է այն, ինչ եղավ Արցախում, ճիշտ է։ Այսինքն Ադրբեջանն ունի ցանկություն պատերազմ անելու։ Նիկոլի իշխանությունը ոնց պետք է զսպի։ Մի տրամաբանական պատասխան կա, որ այդ ամենը Ադրբեջանը ստանալու է խաղաղ ճանապարհով։ Դրա համար պատրաստ չի լինելու։ Հիմա հետ վերադառնանք ժողովրդի վրա պատասխանատվությունը գցելուն։ Ուրեմն աշխարհում վատ ու լավ ժողովուրդ չկա։ Ժողովուրդը վատի եւ լավի կրողն է, պատասխանատուն էլիտան է։ Մարդու վրա երբ քար է շպրտում, մարդը բնազդաբար իր ծունկը կամ ոտքի թաթը չի բռնում, գլուխն է բռնում։ Նկարչին, որ մարդ նկարելու պատվեր են տալի կամ ցանկություն են ունենում մարդ նկարելու, ոտքերից չի սկսում նկարել։ Առաջինը մարդու գլուխն է նկարում։ Բնության կարգն է, այո, բնության կարգն է, գլուխն է պատասխանատու։ Ձեռքի գործողության համար պատասխանատուն գլուխն է։
Հիմա գլուխը որպես քաղաքական էլիտա է թե ասենք։ Գլուխը ասում է ախպեր ձերքերը սխալ բան են քար են վերցրել, սխալ ցեմենտ ու ավազ են խառնել, այս շաղախել են սխալ ցեմենտ, քանակ խառնել, գնաց ձերքերը ընդամենը գործիք են ինչ որ բան անելու ուղեղի գլխի թելադրանքով։ Չի կարող ձերքը ինքը իրեն որոշել, որ ասենք ավազի մեջ այսքան ցեմենտ պիտի լցվի։ Չեմ ուզում անունը տալ, մի փիլիսոփա դրա պատասխանը հստակ տվել է, գերմանացի փիլիսոփա, ասում է էգոն ծնում է կեղծ թշնամիներ եւ կեղծ պատասխանատուներ, որպեսզի թաքցնի սեփական թերություններն ու թուլությունները։ Դրա համար են անում։ Հիմա դա մենք էս ինչ հնարավորություն ենք, մենք տեսնում ենք ինչքան աշխարհաքաղաքականացված է բանը մեր ընտրությունը, Եվրոպան, Թուրքիան լրիվ ներգրաված են ընտրական գործընթացում, եւ նույն ժամանակ մենք հասկանում ենք, որ մեր դաշնակից, այո եւ բարեկամ իր ներսում լիքը խնդիրներ ունեցող Ռուսաստանի դաշնությունը, չգիտեմ ցանկություն ունի թե չէ, եթե անգամ ցանկություն ունենա, չունի գործիքներ։ Այս գործընթացի մեջ էական դերակատարում ունենալու այս պարագայում ինչ պիտի անի, չգիտեմ, հասարակությունը, մենք քաղաքական էլիտաներին հասկացանք, որ ինչ պիտի անեն, բայց հասարակությունը լավ եկեք սոս տանք, հա, ալարմ տանք, զգուշացում տանք, ասենք մի ընտրեք այս մարդկանց ինչու։ Այնպիսի բարդ եւ բովանդակալից հարց տվեցիք, որը մի ամբողջ հաղորդմամբ չի լինի, մի ամբողջ հաղորդմամբ այս հարցին չի լինի պատասխանել, բայց նախ դաշնակցի մասին խոսենք, հետո կանցնենք ավելի կմանրամասնենք։ Ուրեմն խնդիրն ինչումն է։ Ռուսաստանը նույնիսկ այդ թուլացած վիճակում մենք տեսել ենք ինչքան է ինքը թուլացել, ինչ վիճակ է իր մոտ եղել եւ ինքը նորից այդ անկած տեղից հառնելու հնարավորություն միշտ ունենում է։ Սա հազարամյա ճշմարտությունն է։ Խնդիրը որն է։ Ռուսաստանն ունի այդ հետ քայլի հնարավորությունը։ Ինքը կա Ռուսաստանի հետ։ Այո, սա մեր համար աղետաբեր է լինելու։ Անկախ ամեն ինչից հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները պետք է դրվի կասկածի տակ։ Սա մեր համար աղետաբեր է լինելու։ Շատ զգուշ է պետք գործել։ Շատ զգուշ։ Եվ իսկ հասարակությունը ինչ պետք է անի։ Փորձեմ կարճ ձևակերպել, մի այլ հաղորդման մեջ ավելի մանրամասնորեն սրան կանրադառնանք եւ կանրադառնանք կոնսյումերիզմի սպառողականության համատեքստում։ Ավելի ծանոթ մարդկանց ավելի ծանոթ ձևակերպմամբ հարց տանք, որ ավելի լավ հասկանալի կլինի, ավելի པարզ կլինի։ Ուրեմն պետք է մոռանալ եսը եւ ավելի շատ մտածել մենքի մասին, որ մեզանից դուրս ցանկացած մարդ մտածի, որ իրանից դուրս մարդիկ կան, իր եսի համար պետք չէ ապրել, պետք է ապրել մենքի համար, ըստ այդմ այդ դրա վրա հենց սկսվի կառուցվել, այդ ժամանակ արդեն հասարակություն շատ տեղ տարավ խոսակցությունը, որ պիտի շարունակվի առաջիկա թողարկման, ինչու, որովհետև նայ առաջարկը միանշանակ ընդունելի է, որ եսը պիտի մի կողմ թողնվի, որովհետև եսի հարցերը լուծել հեշտ է, ասենք երբ որ եսիդ հարցը ուզում ես լուծել, ճամպրուկդ հավաքում ես, գնում ես ուրիշ երկիր, մի մասը Ռուսաստան է գնում, մի մասը Եվրոպա, Վրաստան գնացողներ կան, չգիտեմ, Թուրքիա գնացողներ կան, ու կոնկրետ եսի հարցը լուծվում է, դժվար է մենքի հարցը, բայց մինչև մենքի հարցը լուծելը շատ կարևոր է բանաձևել իսկ ով է մենքը, որովհետև դու պիտի հասկանաս մենքը ինչ է, որ հասկանաս այդ մենքը պաշտպանել արժի թե չարժի, թե թողնք կործանվի, որովհետև այս սա շատ կարևոր է, որովհետև նայ ինչ ենք ըստ էության մենք Արցախի հարցում ինչու հանգիստ տարանք այդ կործանարար պարտությունը, չէ, որովհետև Արցախը այդ մեր մենքի մեջ չէր մտել, մարդը, որը համաձայն է եւ առնվազն լավ անտարբեր է Արցախի կորստին, այս ողբերգությանը, մեր 100,000-ից ավել հայրենակիցների պանդխտությանը, թեկուզ պանդուխտ չեն, իրենց հայրենիքի այլ հատվածում են, բայց տնավեր, տնազուրկ դառնալուն, հա, գերեզմաններ մնացին այնտեղ, հիշողություն, տղաների աճումներ, մարմիններ, փոքր հայրենիքից, մեծ եւ փոքր հայրենիք, ամենը մնաց այնտեղ, հա, ու քանդվում է։
ինչու այդ անտարբեր մարդը անտարբեր չի, ասենք իր անձնական 1000 դրամի կորստի, եթե փորձես իր 1000 դրամը խլել, գողանալ մի բան կանի, չէ՞, ինչ որ գործողություն կանի։ Այս դեպքում չարեց, ինչու դրա բացատրությունն այն էր, որ դա իրենը չէր համարում Արցախը։ Ես չեմ ասում իրենը չէր, իրենն էր։ Բոլորինն էր, բայց փաստորեն քարոզչությունը հասել էր դրան, որ մարդիկ օտարել էին իրենցից։ Հիմա նույնն էլ այդ մենքը որն է, որի համար պիտի պայքարել, որտեղ այո, լավ է մենքի համար պայքարել, բայց այդ մենքի բանաձևն էլ պիտի տալ։ Ձևակերպվի մենքի։ Բանաձևը պետք է ձևակերպվի։ Ուրեմն մենքը նրանք են մեր որտեղ ներողություն էլի, ես մինչև այդ խոսքը, որտեղ մենքը եթե այն է, ասենք մենք պիտի կպնենք գործի, այդտեղ զոհեր տանք, որ պաշտպանենք Լֆիկ Սամոյի, Սասի Արտակի, Ջերմուկի Աշոտի ունեցվածքը, բանը, հարստությունը, իրենց երեխեքի չծառայելը, Լոնդոններ բան գնալը, կներես, ես այդ մենքը չեմ ուզում պաշտպանել։ Եթե մենքը Միքայել Սրբազանն են, իր գաղափարները, հայ առաքելական Սուրբ եկեղեցին, այլ կրոնական ուղղություններ, որին օրինակ ես եմ հետևում, որը ավանդական հավատալիքի կողմնակից է, եւ այսպես ընտանիքը, ազգային արժեքները, հա, հայրենի հողը, այդ մենքի համար կարելի է, պետք է, ոչ թե կարելի է, պիտի պայքարի։ Ուրեմն ցանկացած կրոնի հիմքում կամ բացարձակ արժեքներ, որոնք բոլորի մոտ նույնն են։ Այդ բացարձակ արժեքներն են բարոյականությունը, չգողանալը, չկղեքելը, այսինքն այդ մենքի վրա, այդ արժեքների վրա հստակ սահմանում պետք է տրվի, մեր մոտ տրված է ուղղակի հստակ սահմանումը։ Լավ հիշեցիք Միքայել Սրբազանին, լավ հիշեցիք։ Այո, Միքայել Սրբազանը հստակ ձևակերպել է հայկականությունն է, այդ մենքի գաղափարախոսությունը հայկականությունն է, իսկ հայկականությունն առանց քրիստոնեության դա տարկաբանություն է։ Իսկ քրիստոնեությունը ձեր նշած մարդկանց եւ ձեր նշած բարքերը բացառում է։ Էլի Միքայել Սրբազանի հղում տանք։ Հայրն ունի երկու հայրենիք՝ հոգևոր եւ նյութական։ Առանց մեկի մյուսը գոյություն չունի։ Սրա հիմքում էլ հոգևոր եւ նյութական հայրենիքի հիմքում էլ ընկած է հայկականությունը։ Կարելի է նորից կրկնել, որովհետև շատ պետք է։ Հայկականությունն առանց քրիստոնեության դատարկաբանություն է։ Մեր հոգևորականների խնդիրը պետք է լինի այն, որ քրիստոնեությունը թարգմանեն կյանք։ Որ մարդը հասկանա, հաստ մոմ վառելը փրկության նշան չէ։ Սա էլ է ռոպագանդա։ Էլի մի առանձին թեմա խոսենք։ Հայկականությունը առանց քրիստոնեության սահմանափակվում է նրանով, որ Հովհաննես Ադամյանը եսին որ երկրում գունավոր հերոստատեսություն է ստեղծել։ Եթե քրիստոնեությունը հանում ես, քրիստոնեությունը եթե հանում ես, մնում է դատարկ եւ փուչ նացիոնալիզմը, ազգայնականությունը, որը տանում է կործանման։ Այդ քրիստոնեության մասին որ ասացի, հաստ մոմ վառելը, որ հաստ մոմ վառելը դա քրիստոնեություն չի եւ Աստծո մոտ շնորհ գտնել չէ։ Սա էլ է դիտման բարված։ Ուրեմն սա 70-ականներից է սկսել։ Սովետական միությունը հիմնականում ուղղափառ կենտրոն ուներ քրիստոնեական այդ մարդկանց զգացմունքների հետ խաղալու համար, մարդկության 3 հատվածների համար միջին եւ բարձր միջին եւ ցածր ինտելեկտուալների համար ծնվեց այդ ուղղորդվեց բողոքական քրիստոնեությունը, միջին խավի համար նացիոնալիզմ, լիբերալիզմ, ռեալիզմ, ցածր խավի համար կոնսյումերիստական քրիստոնեություն։ Այդ հայտնի հաղորդման մեջ որ ասում էր ինֆինիտի եմ ուզում։ Այո, քրիստոնեությունը ասոցացվում էր Աստծուց ինֆինիտի ուզելու հետ, որը քրիստոնեության հետ ախր չունի, դեռ հակառակը դա հենց քրիստոնեության դեմ է։ Շնորհակալ եմ Ազատ, հետաքրքիր շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես չասեմ զրուցում եք քաղաքագետ Ազատ Ադամյանից, տեսություն կհանդիպենք։